Սամվել Կարապետյանի թիմը հայտարարել է խորհրդարանական ընտրություններին ուժեղ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը կլինի մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Ով անցումային ղեկավարի կարգավիճակով հանդես կգա։ Անցումային տեխնացու Թուրու թվանքով են ընդունում ԿՊԱ-ականները ուժեղ Հայաստանի ցանկացած հայտարարություն։ Այդ թվում, որ Նարեկ Կարապետյանն է կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը։ Փոքրիկ խմբակը կարծում էր, որ Մինչև կգա հենց Սամվել Կարապետյանին առաջադրելու պահը։ Դրա համար պետք է փոխվի սահմանադրության 148-րդ հոդվածը, որ երկքաղաքացիները կարողանան տեխնացություն առաջադրել падգամավորի եւ վարչապետի համար։ Փոփոխվում է ազգային ժողովում։ Ուժեղ Հայաստանը հույս ունի խորհրդարանական մեծամասնություն դառնալ ու առաջինը օրենսդրական այդ փոփոխությունը իրականություն դարձնել։ Եթե նորմալ բնական ընտրությունները ընթանան եւ ամփոփվեն, օգոստոսի 2-ին գումարվելու է 9-րդ ազգային ժողովի գումարման առաջին նստաշրջանը, այնտեղ տեխնիկական հարցեր կա, այդ հարցերը իրականացնելուց հետո մեր ուժը կներկայացնի սահմանադրական բարեփոխումների նախագիծը։ Այսինքն Սամվել Կարապետյանը ըստ ուժեղ Հայաստանի ծրագրածի աշնանը պետք է վարչապետ դառնա։ Հնարավոր չի։ ԿՊԱ-ականները շարունակում են պնդել, Սամվել Կարապետյանը չի կարող զբաղեցնել կառավարության ղեկավարի աթոռը։ Եվ հետևաբար այստեղ բոլոր հարցերը փակվում են։ Ինչպես է մասնագիտությամբ լրագրող Հովհաննիսյանը պնդում մի բան, որը դուրս է իր մասնագիտական դաշտից։ Կարող են կատարվել օրենսդիր մարմնի ազգային ժողովի կողմից։ Մի քանի սահմանադրագետներ ճիշտ հակառակն են ասել։ Մայր օրենքի 148-րդ հոդվածը անփոփոխելի հոդված չէ։ Հնարավոր է ազգային ժողովի քվեարկությամբ առանց համապետական հանրաքվեի փոփոխություններ կատարել այդ հոդվածում։ Ինքը Հովհաննիսյանի կուսակցական առաջնորդն է ժամանակին հայտարարել, որ սահմանադրության 148-րդ հոդվածը պետք է փոխել, այն սահմանափակում է Սփյուռքի ներուժի ներգրավումը։ Սահմանադրության մեջ կան կետեր, որոնք պարտադիր կերպով կարծում եմ պետքա փոխել։ Հիմա, երբ Փաշինյանը իդեմս Սամվել Կարապետյանի ունի 3 երկրի քաղաքացիություն ունեցող քաղաքական հակառակորդ, չի ուզում փոխել սահմանադրության 148-րդ հոդվածը, նկատում են հասարակական քաղաքական գործիչները։ Ավելացնում, երբ Փաշինյանը չի ուզում, ԿՊԱ-ականներն էլ չեն ուզում։ Բայց հենց Փաշինյանի թիմում, հենց Փաշինյանի սրտով, կարծես բոլորը չէ, որ շարժվում են։ Շուրջ 3 օր տևած ներկուսակցական ընտրություններից հետո պարզվել է 1000 կուսակիցներից 38-ը մերժել են Նիկոլ Փաշինյանին, չի քվեարկել նրա թիվ 1-ը լինելու օգտին։ Միևնույն է, Փաշինյանն առաջատար է ՔՊԻ 274 հոգանոց նախընտրական ցուցակում։ Այսպես ասած, ոսկե 50-ից դուրս են մնացել օրինակ Անդրանիկ Քոչարյանը, Արփինե Դավոյանը, Լուսինե Բադալյանը, Լիլիթ Մինասյանը, Թագուհի Ղազարյանը, Նարեկ Ղահրամանյանը, Էդուարդ Աղաջանյանը, Սարգիս Խանդանյանը, անգամ ուխտաերտ ասելով ուխտերթի դուրս եկած Էմա Պալյանը։ Արփիշ Քեսյան, Նորա Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։